Պարոն Մանուկյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր խոսքը եւ այսպես նորընտիր ազգային ժողովը սկսում է իր աշխատանքները եւ պատմության մեջ առաջին անգամ վեհափառ հայրապետը խորհրդարանը չօրհնեց եւ մենք ականատեսը եղանք այդ խայտառակությանը եւ տեսանք նաև ինչպես են ԿՊԱ-ականները հերթով այսպես շարունակում լկտիություն դրսեւորել վեհափառ հայրապետին ավազանի անունով են իրենք կոչում եւ ոչ միայն մեկ օրինակ են Տարոն Չախոյան իր պահվածքը ազգային ժողովի ամբիոնից համեցեք։ Բարև ձեզ։ Ուրեմն այդ մասով միանգամից ասեմ, վեհապառի մասով իրենք չարքապատկաններ են եւ պատահական չի, որ որևէ առողջ բան, սուրբ բան չպետք է ընդունեն։ Իրանց տեսել եք երբևէ այն մյուսների այդ աղանդներին հանկարծ վերաբերեն այդպես, ես օրինակ չեմ լսել, որ կյանքի խոսքին կամ մահվան լռության առաջնորդներին այդպիսի մոտեցում հանդես բերեն։ Սրանց փողը տուր, ասա գնա չոքի վեհապառի դեմ, կգնանք չոքեն։ Հրահանգի ճտծրու քյալեքին ասարա գնացեք, սողացեք վեհապառի առաջ, կգնան կսողան։ Այսինքն անսկզբունքային պահեր են դրանք եւ պայմանավորված են միայն լապ տվողների հրահանգներով։ Լապը տալիս են, ասում են, «Էս արեք», անում են։ Եվ հիմա նաեւ հասել են նրան, որ վեհապառ հայրապետին ուրեմն դատական գործ են հարուցում վեհապառ հայրապետի դեմ, չգիտեմ էլ ճիշտն ասած ինչ են այս անգամ բստրել, մի ժամանակ գլուխները խոթել էին սեռասավանների մեջ եւ հետո հասկացան, որ դա լավ բանի չի տանում, չի կարելի այդպես տևականորեն գլուխները պահել սեռասավանների մեջ։ Եվ հետո մարդիկ իրենց հասկացրեցին, որ զգուշ մնացեք եւ փորձեցին զգուշանալ հետ քաշվել։ Եվ այդ դատը, որ այդ ցիրկը, այդ կրկեսը, որ կազմակերպում են, սա անվանարկում է ոչ թե վեհապառին անվանարկում է մեր ժողովրդին, մեր պատմությունը, մեր ինքնությունը ջնջելու հերթական քայլն է արվում եւ ուրեմն նրանք, ովքեր հրահանգներ են տալիս, նրանք, ովքեր այս խամաճիկներին մատիկներով խաղացնում են, տեսնում են, որ իսկապես էլ ճիշտ իրենց դերը կատարողներ են, այսինքն իդեմ հայերի, իդեմ Հայաստանի պետության գործողներ են եւ ավելի լավ որևէ մեկը չի կարող կատարել։ Ինչի վկայությունն էր նաեւ, երբ ընտրությունը խայտառակ պարտություն կրեցին ըստ ԿՊԱ-ականները, այդ դրսի ուժերը, նրանք ովքեր Հայաստանում երբեք չեն ցանկանում առողջ մթնոլորտ տեսնել, ստեղծարար մթնոլորտ տեսնել, ահա բերեցին այս ԿՊԱ-ական խամաճիկներին, նորից վերաշնչավորեցին, նորից կյանքի կոչեցին եւ տեսնում ենք հիմա պարբերաբար թե ինչ խայտառակություններ են, դու դրանցից որին մոտենում ես, որի հետ կապված մի պատմություն լինում է, հերթական անգամ հասկանում ենք, որ գետնակարճ գոյանքների հետ գործ ունենք։ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ռուբեն Ռուբինյանը եւ երբ նրան հարց էին ուղղում տարբեր թեմաների հետ կապված, մենք կգանք անպայման Տիգրան խնդրին եւ ոչ միայն, ինչ էր ասում Ռուբեն Ռուբինյանը։ Նա խոսում է այն մասին 4 պատերազմ բերած իշխանության ներկայացուցիչը, որ իր 2-ամյա երեխան ծնվել է խաղաղ պայմաններում եւ ինքը ամեն ինչ անել է, որպեսզի երեխաները ծնվեն ու մեծանան խաղաղ պայմաններում։ Կխնդրեմ այս մասով ձեր մեկնաբանությունը։ Դե այդ խոսքով չի ասում, այդ գործողությամբ պիտի ասվի խաղաղ պայմաններում մեծանան կամ չի, այսինքն այն երեխաները, ովքեր կային, նրանք խանգարում էին, հա, հիմա այս նոր ծնվածները չեն խանգարում, բայց կարող է դրանք էլ են խանգարում։ Այսինքն դրա մեջ որևէ միտք չեմ տեսնում առողջ եւ այդտեղ չկա մոտեցում, թե այդ հանուն ինչի էր, որ պիտի այդ հազարավորները զոհվեին եւ հիմա այս մյուսները, որ գալիս են, չգիտեմ, մի քանի հազարը կլինեն, պիտի այդ խաղաղ ապրեն կամ ինչով էս վստահ որ խաղաղ կապրեն, որտեվ այնինչ հիմա սրանք կատարում են, դա որևէ լավ բան չի խոստանում շարունակության մեջ, որովհետեւ մեր ինքնությունն է ջնջվում է մեր պատմությունը եւ որևէ հայ, եթե փորձի ինքը իր հայկականությանը տեր լինել, առողջ մտքեր ի վերջո արտաբերել պատիժ է կրելու։ Ես մա տեսնում եմ, որ հայրենասերները պատժվում են։ Ես մեր զրույցում ասացի, որ կարդում էի Գայանե Փայտյանի Տողադարձ վեպը եւ այդ ֆինալում մի շատ հետաքրքիր բան էր ասում։ Հեղինակը ասում է տարբեր ազգեր, տարբեր երկրներ, հզոր երկրներ նորից զբաղված են փոքրին խժռելու գործընթացներով եւ նրանց մոտ հայրենասիրությունը ընդունված տարբերակ է։ Այդ մեզ մոտ է, որ հայրենասերին ասում են պաթոս։ Եվ հիմա ասում է, գիտեք, ինձ էլ գուցե կհարվածեք, որտեղ վեպի մեջ հայրենասիրությունը շարունակական բնույթ ունի, ասում է, բայց երբ այդ քարերը շպրտեք վրաս, գոնե հայկական քարեր կշպրտեք։
Այսինքն այս ամեն ինչով հանդերձ ինչքան էլ սրանք փորձում են դա ջնջել, նորից կան հայերը, որոնք այո ասում են կա մեր գիրը, մեր գրականությունը, որը հետևողականորեն հային ստիպելու է հայ մնալ, իր գենը արթնացնել եւ այդ սուտ ու փութ հայտարարությունները, որոնք արվում են, ոչինչ չեն նշանակում, բայց քանի սա հիշեցրեցիք, ես ուզում եմ շնորհակալությունս հայտնել պատգամավոր Էդգար Ղազարյանին, ով դիմեց պարլամենտին եւ ասաց եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք բոլոր նահատակների հիշատակը մեր բոլոր պատերազմների եւ ոտքի ելան եւ ես լսեցի որ գրմռոցներ կային որ Սորոսի ճտերն ու Էրդողանի յետիմները անհամաձայնություն ունեին հայ նահատակների ուրեմն հերոսականությունը նահատակությունը հարգելու եւ այդտեղ կարծեմ հենց այդ Ռուբինյանի կանգնելը դրանց ուրեմն հրահանգ դարձավ որպեսզի սրանք էլ ձևականորեն կանգնեն որովհետեւ մինչ այդ արդեն իրենց գրմռոցներով իրենց անհամաձայնությունը տվել էին Գիտեք նույն Ռուբինյանին երբ հարց են ուղում Երաշխավորում եք, որ ձեր իշխանության օրոք Տիգրան չի հանձնվելու եւ գիտենք թե Տիգրան ինչ նշանակություն ունի Հայաստանի համար եւ գիտենք թե Ադրբեջանը ինչ նկարտումներ ունի Տիգրան վերաբերյալ ըստ էության ոչ մի հաստատում չեղավ որ ինքը երաշխավորում է հակառակը հանձնվելու մասին են այլևս խոսակցությունները որովհետեւ ասում է 29743 քկիլոմետրի երաշխավորն են իրենք խնդրեմ Տիգրանաշենը տվել են այն 100 հազարավորները իհարկե այս անգամ մեծամասնություն չկա ովքեր ձայն տվեցին ԿՊ-ին Դրանք տվել են Տիգրանաշենը, դրանք են հանձնել եւ Նիկոլը ինքը վավերացնում է այդ հանձնումը եւ Ռուբինյանը ով է, որ ինչ որ դեմ գնա կամ կողմ գնա, ինքը բան որոշող չի։ Այդտեղ օրենսդիր մարմին է ներկայացնում, բայց ես այստեղ նաեւ ուզում եմ ասել մարդիկ, ովքեր հիմա չեն կարողանալու անցնել դեպի Սյունի գնացող այդ ճանապարհը եւ այդտեղ տարբեր խութեր պիտի կարողանան հաղթահարեն Հիմա դրանք ինչ են մտածում, լավ, այդ հատվածն էլ տվեցիք, մյուս օր այն մյուս հատվածը կտակ, այդպես մինչև ուր ենք մենք գնալու։ Եվ նրանք, ովքեր մտածում էին, հլա հիշեք, Արցախը տանք հանգիստ ապրենք, այդպես չի լինում։ Դա շարունակաբար լինելու են տարածքներ, որոնք որպես կռվան են հանդիսանալու, եւ եթե այն ժամանակ Արցախներ եւ Արցախով կարողանում էինք մենք պատվար ունենալ թշնամու դեմ, հիմա այլևս Արցախը կուլ են տվել եւ նրանք ովքեր ասում էին Արցախը հանձնելուց հետո խաղ հիմա հասկացան որ եթե Արցախը չկա Զանգեզուրը կռվան կդառնա այդ Սյունիքը չկա Սևանը կդառնա Սևանը չկա Տավուշը կդառնա այսինքն միշտ էլ եթե պետք է կգտնեն Եթե դու թույլ ես քո վրա միշտ էլ կգտնեն հարվածելու տեղերը թույլ տեղերը եւ կհարվածեն եւ ես չեմ տեսնում միտում որ սրանք որևէ քայլ անեն զորացնելու հայկականությունը վերհանելու ազգը միաբանելու ընդհակառակը պարակտումներն են շարունակվում ես հիմա տեսնում եմ որ անհավատների եւ հավատավորների մեծ բախումներ են հասունացնում եւ դա լինելու է եւ այս ամեն ինչով հանդերձ այս պարակտումը որը ի հակառակ հայ բոլոր ժամանակների բոլոր մեծերի հնչեցրած միասնականությունը բռունցքվելը սրանք լրիվ հակառակն են անում եւ դրանով հանդերձ ջնջում են մեր ինքնությունը, ինչը արդեն այդպես գիտեք բառ չի որ այսպես ասում ենք, արդեն հասկանում ենք, որ որևէ մեկին չի հետարկրում իր հայ լինելը եւ եթե իրանք մերժում են վեհապարին եւ դատարան են տալիս, իրենց նախնիները պապեր տատեր կլինեն, դրանք թե ծնողներ կլինեն, այդ գերեզմանների մեջ տասնապատիկ անգամ շուռումուռ են գալու, որովհետեւ դրանք որպես հայ քրիստոնյաներ են մահացել, հուղարկավորվել եւ դրանց շատերին մեծ մասին հենց հոգևորականներն են այդ հուղարկավորությունը կատարել։ Իսկ սրանք հիմա դրանք բոլորը մերժում են, որովհետև էլի եմ ասում իրենց տերերը դա են հրահանգում։ Եվ եթե սրանք կարծում են թե տերերի հրահանգը չանելով երկիրն են վտանգի տակ դնում, ոչ, երբեք էլ ոչ։ Այդ իրենց աթոռներն են վտանգի տակ դնում։ Իրենց աթոռները եւ իրենց պայքարը հանուն երկրի չի, հանուն մեր ժողովրդի չի։ Իրենց պայքարը հանուն լապի, հանուն աթոռի, ինչի տևական այդ բաները տեսանք, ապացույցները եղան եւ համոզումները եղան։ Հանուն լապի եւ աթոռի Այն իրականության մեջ, որ իրենք վերահսկել են Հայաստանն ու հայ ժողովրդին, մենք տեսանք Հայկ Կոնջորյանի կինը $10,000 աշխատավարձով հայ փոստի տնօրեն է, եւ ինչպես էր Կոնջորյանը, այսպես եռանդորեն փորձում արդարացնել այս իրողությունը, ընտրվեց ինքն էլ ազգային ժողովի փոխոսնակ, համեցեք։
Տեսեք, դրանց ընտանիքի բյուջեն ընդամենը մի հայկական գյուղական համայնքի, միջին համայնքի տարեկան բյուջեի չափ է։ Մի քպեական ընտանիքի բյուջեն։ Այսինքն մի գյուղ պիտի զրկանքներ կրի, պիտի այդպես հալածվի, բանկերով, չգիտեմ ինչով, հանձնվի կամ որսի մի քպեական ընտանիք ճոխ ապրի, գլուխները յուղոտ ապրի։ Օրինակ, ես կարծում եմ շատ սխալ է։ Կարելի էր չէ 10 համայնքի չափ գումար հատկացնել այդ Կոնջոյանին, ասենք տալ 40 միլիոն դրամ եւ նրան էլ այս ամսական տալ, որովհետեւ եթե լպիրշության աշճաններ կան, դուք կատարյալ աշճանը լինի, խեք վերցրել ցածր աշճանը լպիրշության եւ սրա եղբայրներ կարծեմ, որ այդպես անցու դարձանելով հայոյումերը սերանում են նրանում եւ ուրեմն պարեկի հսկողության տակ։ Եվ հիմա մենք տեսանք, որ մի պարեկի հսկողությունը շատ քիչ էր։ Այս ժողովուրդ, դու ախր չես չարչարում, որ այդ պարեկը գա կարգու գնա, այդ պարեկը նրա համար է, որ քպեական պարագլուխներին եւ իրենց ազգականներին հայոյելու հնարավորություն տա, հրճվելու հնարավորություն տա, այդ օրենքները խախտելու, ձեզ անվանարկելու, ծաղրելու հնարավորություն տա եւ դրանք պարտավոր են հսկել եւ հիմա մենք տեսանք, որ մի պարեկը իսկապես էլ քիչ էր։ Ես կարծում եմ հիմա դրանից հետևություն կանեն եւ երկու պարեկ կնշանակեն, որպեսզի երբ այդ լակոտես տեղնտեղ հայոյանքներ շախտա չկարողանան գնալ եւ ուրեմն սապկացնել։ Եվ ուրեմն նաև այդ Կոնջոյաններին, մյուսներին, բոլոր նրանց, ովքեր զզվում են հայերից, ում համար Հայաստանը մի մեծ լափաման է, որտեղ բթվելու են, լապելու են եւ գալու են իրենց լափը արդարացնեն, որովհետեւ սրանք նվիրում չունեն ազգին, սրանք զողությունների գնացողներ չեն, սրանք ոչ թե կյանք, սրանք իրենց կյանքից մի օրը չեն զոհի հայ ժողովրդի համար, մի օրը մի ժամը, որ դնեն, մտածեն, ասեն, Անդրանիկը ոնց էր ասում զորավարը քնելուց առաջ, գլուխներդ բարձին դնելուց առաջ, մտածեք հայրենիքի մասին, սրանք պետք է մտածեն, սրանք իրենց լափի մասին մտածող գոյանքներ են եւ իրար շնորհավորող, հոխորտացող, բայց այս անգամ հասկանում եմ, որ նաեւ իմ ժողովրդից խլել են իր հաղթանակը եւ ես ասեմ, որ եւ ընդդիմությունն է պարտվել, եւ իշխանությունն է պարտվել, հաղթել է ժողովուրդը եւ ժողովրդի հաղթանակը ընդդիմությունը չկարողացավ այդ հաղթանակին տեր կանգնել, չկարողացավ պարզապես, չուզեց, թե չկարողացավ դրանք ի վերջո նույնն են։ Մենք տեսնում ենք այս իրականության մեջ ինչպես են մարդու ունեցած ուղղակի գողանում, Գագիկ Ծառուկյանի մասին է խոսքը, սա խայտարակություն է, գողանում, դնում իրենց դրոշը Այսպես ասեմ, ուրեմն եթե Հայաստանը, եթեով եմ արդեն ասում, լինելու է, այդ բոլոր մեղսավորները պատժվելու են։ Իսկ Հայաստանը չլինելու դեպքում էլի կպատժվեն, բայց արդեն ոչ հայերի ձեռքով, որովհետև գիտեք, sense բան գոյություն ունի, դավաճաններին չեն ներում ոչ ոք։ Անկամ մեր թշնամին իօկուտ իրեն երկիր դավաճանողներին չի ներելու։ Դա այդպես է միշտ եղել։ Եվ հիմա սրանք էլ հերթով այդ պատասխանները տալու են եւ ստանալու են այդ հարվածները, ինչը ես տեմպերով շատ չէ ուշանալու։ Բայց ես չգիտեմ ինչի, ես էլի ուզում եմ հավատալ իմ ժողովրդի ուժին, ուզում եմ հավատալ, որ պիտի կարողանա ի վերջո հասկանա, որ իրեն տանում են սպանդի, իրեն տանում են երախը իր թշնամու, իր դարավոր թշնամու, որը բիոլոգիապես չի կարում ընդունի մեզ, չի կարում այդ մարդը, Թուրքիան չի կարում, նրանք ընդհանրապես ինչ են իրենց բնույթով, թալանչիներ են եւ տեսել ենք, չէ, որ ամբողջ պատմության ընթացքում իրենցը չունենալով, լինելով քոչվորներ, ստեղից այնտեղից գողացել են ոչ միայն նյութական կարողություններ, այլև մշակութային արժեքներ եւ դրանցով փորձել են կայացնել իրենց ազգային ինքնությունը։ Սրանք ի վերջո գողեր են այդ մոլորակի վրա եւ սրա նրա գործիքը լինելով անգլիական գործիք, մյուսի ինչի Անգլիային հիշեցի, որովհետեւ ես այն ունազրկումը, մեծ ունազրկումը, որ հայերին դեմ արեցին այդ ցեղասպանության տարիներին, այդտեղ մասնակից է եղել եւ Անգլիան, եղել է եւ Գերմանիան, մենք այդ ակունքներից պիտի գանք հասկանալու, մենք ինչի ենք այսօր ընկել,
Մենք որ ընդհանրապես աշխարհում են ազգերից են եղել, որը մեծ կարողությունների տեր է եղել, Գյուլբենկյան, Մանտաշով, մյուսներ, հիմա դրել աշխարհից գումար ենք մուրում։ Ինչի, որովհետև ահա այդ ուժերը աշխատել են մեր դեմ։ Եվ ուրեմն մենք պետք է հասկանանք, ոչ թե պիտի հուսահատվենք, ոչ թե պիտի մտածենք, մեր դեմը մեծ ուժ է, այդ մեծ ուժին էլ կարող է մեծ ուժով հակազդել, ուղղակի պիտի ճանապարհը գտնենք։ Մենք այդ ամեն ինչը լուրջ թողել ենք, ընկել ենք այս էժան գզվրտոցների մեջ, այս պարտությունը ԿՊ-ն իրակ պարտությունն է փորձում շրջանցել, որ տեսեք, ես չեմ պարտվել, հա տեսեք, հա ասեն, չէ, պարտվել ես ԿՊ։ Քեզ ժողովուրդը չի սիրում, ոնց որ դու այս ժողովրդին չես սիրում, ժողովուրդն էլ քեզ չի սիրում, չի վստահում։ Ժողովուրդը այն առողջ մասին, ազնվազարմ հայերի մասին է խոսքը, հասկացել են, որ դու երկիրը տանում ես կործանման, եւ դու մեղավոր չես, դու խամաճիկ ես, դու ընդունում ես, որ փրկությունը Թուրքիայի երախի մեջ է, քո փրկությունը Անգլիայի, ես իմ ձեռքի տակ ապարելն է, սրա նրա ձեռքի տակ ապարելն է, արևմուտքի ձեռքի տակ ապարելն է, եւ եթե հիմա մենք ասում ենք, բա ինչ անենք, մի անգամ ասում են Ռուսաստան, արա չէ, Հայկ Նահապետ էլ կա։ Գնացեք Հայկ Նահապետի ձեռքը բռնեք, կողքը կանգնեք, այդ ինքնությունը վերաշնչավորեք, հիշեք, ինչ հզոր ազգի ակունք էր, սկիզբ էր, եթե չէ բոլորս էլ այդ նոյի նավից իջացներ ենք ըստ Բիբլիայի եւ մենք կարծեմ Հաբեթի ցեղն ենք եւ Հաբեթի ցեղի շարավիղն ենք եւ գալիս են եւ ինչ մեծ հզոր անուններ են ունենում եւ հանկարծ այս մարումը, այս անկումը եւ այս ԿՊ-ով եկավ այդ բոլոր անկումները սրբագրեց, երկե Հայկ Նահապետը եղավ իմ ազգի, իմ ժողովրդի, որպես ինքնուրույն միավոր սկզբնավորողը, այս ԿՊ-ն էլ Նիկոլիկի գլխավորությամբ դառնում է ավարտը, վավերացնողը, իմ ժողովրդի, եթե սրանք են մնում, ստեղ հարց որոշողները, էլի եմ ասում այդ հարցը իօքուտ իրենց ընտանեկան արժեքների է, իօքուտ իրենց լապի եւ լապամանի է, եւ անգամ այս դեպքում էլ չեն հասկանում, որ դա էլ ժամանակավոր բնույթ է կրում, եւ այն գողոնը, որ հայ ժողովրդից ուրեմն փախցրեցին, պալատներ են սարքում, են անում, եւ փորձում են արդարացնել, որ այդ իրենց հասնում է, որ գիտեք, այդ ինչ մի նվազագույնն է եղել այդ բոլոր ժամանակներում, իմ կնոջ տաս, դրանք էս են։ Սա չի նայում ասում, արա իսկապես էլ մարդիկ այսքան ծանր վիճակի մեջ, այս կառույցն էլ առանձնապես այտենց եկամտաբեր կառույց չի, ես ինչու են այսքան գումար, չէ, արա տալիս են տանենք արա, էսով են։ Էսով են այս մարդիկ, որոնք ձեն են տալիս մեզ, ԿՊ-ին, երկիր ավերողներին, ուրեմն ապրելու իրավունք չունեն, եւ այստեղ իրենց հետ չեմ կարող մրցել, որովհետեւ իրենք բացահայտ են ասում, եթե դուք մեզ եք ընտրել, ուրեմն մեր ծրագիրը ընդունում եք։ Դե եթե ծրագիրն էլ ընդունում եք, թեկուզ այն հատվածով, այն, չգիտեմ, 500,000 300,000 որ ձեն եք տվել, իրանք էլ մի այդքան գողացել են, ուրեմն դրանք կարողանում են դրանցով ուրեմն արգումենտ սարքել դա եւ դրանով կարողանալ վերջացնել, խեղդել իմ երկիրը եւ աշխարհի ուրեմն արենայում այլևս վերջացնել իր ներկայությունը եւ այն արցունքի կաթիլի չափ ներկայությունը, որ ունենք այդ գլոբուսի վրա, դա էլ են ուզում ջնջեն։ Շարունակում է այս սահմանափակումները այսպես ավելի խորանալ եւ մենք իմանում ենք 175 միլիոն տրամադրում են այս ամիս վարչապետ է լինելու Սևանում, իսկ 24 միլիոն էլ տրամադրում են հեծանվային արշավի, խնդրեմ։ Այդ ինչ են այդքան քիչ տրամադրում, որտեղ ժողովուրդը ամեն ինչին համակերպվում է, հասկանում է, խզոր վարչապետին ասում է, այո, այդ միլիոնները կեր, հալալա, բա մի ամբողջ ազգի արուն ես խմել, բա այդքան ջահելների արուն ես խմել, այդքան զոհեր ու ավեր ես բերել, այդ միլիոնները ինչ է, որ դրա համար պիտի դնեն սքան, ուրեմն լրջացնեմ ես էլի փաստով ասեմ, կյանքի փաստով ընկերներիցս մեկը ով խորտկարան ունի, ասում է գիտես նախորդ տարի այստեղ կային մարդիկ մի քիչ հաճախ էին գալիս, եւ դրանց մի մասն էլ այո թունդ նիկոլիստներ էին, նիկոլի պաշտպաններ էին, չէին գալիս եւ հանկարծ հայտնվեցին ամիսներ անց ասում է հայտնվեցին, որոնք գյուղմթերքի լուրջ ուրեմն շրջանառություն ունեին, որ եկան ասի, այս արդեն կարողացել եք Եվրոպա արտահանել ձեր մթերքները, որ եկել եք հաց ուտելու մեր խորտկարանում,
ասացին դա գիտես հələ չէ, բայց մենք հույս ունենք, որ կլինի, բայց արդեն հալածված վիճակով, խեղճացած վիճակով, արդեն իրենց կենցաղի վրա զգացվում է իրենց սոցիալական անկումը եւ այս ամեն ինչով հանդերձ դեռ հավատ ունեն, որ իրենց եվրոպական շուկայա տրվելու, թեպետ խամրել է արդեն այդ հավատը, բայց որոշակիորեն ունեն։ Ես իսկապես էլ ափսոսում եմ նաև այդ գյուղացիներին, որոնք միամտաբար հավատացել են այս ստախոսներին, այս ստակոլոլ գոյանքներին, սրանք ստի կայսրությունը կերտած մարդի, սրանց ամեն ինչն է սուտ։ Ամենաառաջի օրից մինչև այսօր վերջի օրը իրենք իրենց ընտանիքներում են սուտ, իրենք մոլորակի վրա, իրենց հավատի մեջ են սուտ, տեսնում եք չէ ոնց են արձակվում հոգևորականների վրա, տեսնում եք չէ Բագրատ Սրբազանի նման այդ ազնվագույն հոգևորականի հետ ոնց են վարվում այս գոյանքները, այն Սրբազանի ով երբ դուրս է գալիս փողոց հազարավորներն են մոտենում, որպեսզի օրհնություն ստանան, որովհետև այո, նրա օրհնությունը ուժ է, եւ մի անգամ ասել եմ մի առիթով, հիմա այս պայն հարգելի Մարիամ, ուզում եմ հիշել ի հակադրություն սրանց վարմունքի, այս ստակոլոլների, երբ Սրբազանը վերադարձել էր Բագրատ Սրբազանը Կանադայից եւ ես էլ եկել էի իր առանձնասենյակի մոտ սպասում էի, որ գա, ասացին, որ վեհապարի մոտ է, տեսնեմ մեկը նույնպես սպասում է, ասի ճանաչում եք Սրբազանին, ասեց հա, ես Կանադայից եմ, գործարար եմ եւ իր հետ այնտեղ մոտ եմ եղել, եկել եմ իրեն հանդիպելու։ Ասացի, որ նպատակը այդպես եկել եք Հայաստան, չէ, ասեց, հատուկ իրեն հանդիպելու եմ եկել, որովհետեւ տարիներ առաջ էր գործերս հաջող չէին ընթանում, մոտեցա Սրբազանին ձեռքը դրեց գլխիս իր օրհնությունը առա գնացի եւ հաջորդ օրվանից միանգամից հաջողությունը հետապնդեց ինձ եւ հիմա մի քիչ նորից գործերս անհաջող են եկել եմ նորից իր օրհնությունը ստանամ եւ վստահ եմ միանգամից հաջողելու եմ այսինքն մարդ ով իր ներքին հավատը կարողանում է ամրացնել Բագրատ Սրբազանով եւ այս ժողովուրդը որը կարողանում է դուք ելել եք այդ Սրբազանի դեմ եւ այն պիղծերը ովքեր անվանարկելով նաեւ կեղծ բաներ էին հրանգում terrorist հələ դուք բոլորը պատասխան եք տալու բոլորը հայտնվելու եք զնդաներում դուք բոլորը զրպարտիչներ եք դուք բոլորը իմ ազգի իմ երկրի իմ պատմության հայ ժողովրդի դավաճաններն եք դուք ձեր լափի համար դուք ձեր սեփական ծնողներին էլ կոչնչացնեք ինչի եւ անում եք դուք մորթապաշտ գոյանքներ եք եւ որևէ կապ չունեք իմ ազգի հետ ես որոշել էի որ այլևս սրանց հետ կապված որևէ դեպքում չբարկանամ բայց երբ մտածում եմ այսքան ակնհայտորեն ազգ ու հայրենիք դավաճանողներին դեռևս հանդուրժում ենք սա խայտարակություն է սա չգիտեմ ես հասկանում եմ որ այդ հիպնոսը մյուսը տևականորեն տեղի է ունենում բայց դա նույնպես ավարտ ունի չէ ի վերջո նույնպես ի վերջո որտեղ այնքան ակնհայտ են այդ անկումները պարտությունները հողային տարածքային կորուստները մարդկային կորուստները որ որևէ բան ապացուցելու կարիք էլ չկա եւ հիմա ինչ պիտի սպասենք հերթական այո Տիգրանաշենը մյուսը դրանք հերթով անցնվելու են որովհետեւ մենք ուժ չունենք այդ ամեն ինչը պահելու մենք ուժ չունենք մեր ինքնությանը տեր կանգնելու սրանք վախենում են ասեն որ իրենք հայ են Ես եմ շնորհակալ եւ էլի հուսամ, ես երբեք չեմ հուսահատվում, որ մեր միասնականությունը լինելու է եւ բոլոր չարքապատկաններին դուրս մղելով ի վերջո կհասնենք հաղթանակների